Հա Անոտ ջան, աղջի Երևաններն մեր Հերմինեն, հա հրավիրել է իր տուն։ Անո մեծել ես, չէ՞, հազում են Հրանտին ինչքան ուժող ունի։ Ասում են, որ դու հիմա Տավուշի ամենացանկալի փեսացուների ցանկում ես։ Առավոտյան շամպայն խմում են։ Տավուշեցիները։ Աշխատել եմ նաև պահպանակի սարքում, Ենոքավան գյուղում, վաճառում էի։ Առաջին աշխատանքներից մեկը, եթե ոչ առաջինը, դա է եղել։ Երբ որ սկսում էի, ես վախենում էի իրականում, որ նման վերաբերմունք կլինի։ Քունջուպուճախներն ես էլի ընկել, որ մի քիչ վեր ծանել ես, վեր հանել ես։ Ժամանակին հեռուստատեսությունն է աշխատել, որ ես հեռուստատեսության անունը, որ ես դառնամ Հրանտ Ղազումյան, հետագայում արդեն ինչքան էլ որ գլուխ գովալ լինի, բայց կարծում եմ իմ անունն է որոշակի չափով աշխատել, որ հեռուստատեսության համբավի համար։ Մեկին տեսնում են փողոցում, ասում են, «Էս ինչ սիրուն շորեսակ է, թաղեմ քեզ»։ Ես գիտեմ, որ դու եւ եղբայրը տարբեր ազգանուններ ունեք, բայց նույն ծնողներից եք։ Ու դա ինձ համար շատ կարևոր է, որ լինելով մարզում ես կարողանում եմ որակ տալ, այն որակը, որը նաև տալիս են այստեղ օրինակ։ Սիրահարված ես։ Միշտ։ Արի պրակտիկ խոսենք, հիմա սիրահարված ես։ Այո։ Նա գիտի։ Կանայք պետք է աշխատեն խոհանոցում, իսկ տղամարդիկ բանաստեղծություններ գրեն կանանց համար։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Ital Solar։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ուզում եմ խնդրել ամենասկզբում հենց բաժանորդագրվեք իմ YouTube-ի պաշտոնական ալիքին, սեղմեք զանգի կոճակը, թողեք մեկնաբանություններ, որովհետև դրանք շատ են ոգևորում եւ ես մեծ սիրով ընթերցում եմ բոլոր մեկնաբանությունները։ Ինչպես նաև միացեք իմ Facebook-ի եւ Instagram-ի պաշտոնական էջերին, որտեղ տեսանյութերը եւ լուսանկարները մշտապես թարմացնում եմ եւ իհարկե ընթերցում եմ բոլոր մեկնաբանություններն ու նամակները։ Հիմա կհարցնեք ինչու եմ այսքան ուրախ։ Ինչ մեղքս թաքցնեմ, Տավուշի մասին ենք խոսելու։ Ես որպես տավուշեցի ամեն անգամ, երբ առիթ է լինում խոսելու Տավուշի մասին, ինձ չափազանց երջանիկ եմ զգում։ Ես առիթ եւ երջանկություն եմ ունեցել 7 տարի ապրելու Գանձակար գյուղում եւ հնարավորությունը բաց չեմ թողնում անդադ վերադառնալու այնտեղ, լինելու իմ մանկության տանը, անցկացնելու ամառը այնտեղ, իմ ընկերներին տանելու եւ ցույց տալու թե ինչ չնաշխալիկ բնություն ունի մեր սիրելի Տավուշը։ Այսօր իմ տուն ռեստորանում հյուր է լինելու մի հրաշալի տավուշեցի, իմ լավ ընկերը, հաղորդավար, բլոգեր Հրանտ Ղազումյանը, ով մի հրաշալի օրինակ է, որ կարելի է ապրել փոքր քաղաքում, բայց ունենալ մեծ նպատակներ, մեծ երազանքներ եւ փորձել հասնել դրանց։ Հրանտը եկավ, Տավուշից հասավ, գնամ դուռը բացեմ։ Իրեն եկել Հերմինե Ստեփանյանին, վստահ եմ, որ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու եւ շատ համեղ ուտեստներ է պատրաստած լինելու։ Գնացինք։ Միշտ էլեգանտ։ Վերջապես։ Վերջապես, արի, մերսի շատ։ Արի, ոնց եկար։ Ճանապարհը լավ է։ Ես երեք գիշերը որ գալիս էի, Սևանում մի քիչ սառած էր, բայց հա։ Հրանտի առաջին ծաղիկները, որ ինձ նվիրել է, եղել է ծաղիկների փունջ, ու մեջը սինդրիկ։ Որովհետև ասեց մեր առաջին հանդիպմանը սինդրիկ կբերես, ասես չի կբերեմ։ Ասի, հիմա սինդրիկ չկար, մտածում եք կարող ավելուկ բերեմ, sense ավելուկով փունջ, ասեցի հոտը կարող է բանում։ Հա։ Նախընտրեցի դասական, բայց քո նման շատ յուրահատուկ կերպով ընտրած ծաղկեփուն։ Ինչի համար վերցի Հրանտ, արի համով բաներ ենք ուտելու, խոսելու ենք եւ այլն։ Հրանտ։ Այո։ Վերջապես մեր հանդիպումը կայացավ։ Այո, ես շատ ուրախ եմ, շատ գեղեցիկ տուն ունես, հրաշալի։ Ես Հրանտի հետ նախատեսել եմ մեր հանդիպումը իրականացնենք մեր Իջևանի տանը, ճիշտն ասած, որտեղ այդպիսի նպատակ կա նաև այնտեղի տանը ունենալ հանդիպումներ Հերմինե դիալոգի շրջանակներում, բայց հետո այսպես երկար մտածեցի, ասել եմ, լավ է տղան ինչով է դժվար։ Անընդհատ Տավուշ, մի բան էլ պիտի լինի, որ Երևան, իհարկե գիտեմ հաճախ ես գալիս, բայց խոսքը նաև նկարահանումների մասին է, սա նաև թող լավ առիթ լինի, Ես դեմ չեմ։ Որ դու քո գործունեությունը Տավուշից բացի նաև սկսես Երևանում ավելի շատ իրականացնել, այսինքն եւ այնտեղ եւ այստեղ։ Լավ մաղթանք է, չէ՞։ Անտիր, շնորհակալ եմ։ Կոմերցիոն Կա ինչ-որ տենց թեթև բան։ Դու գիտես ինչ ես անում։ Հրանտ, ես առաջարկում եմ հանդիպումը այսպես տոնական դարձնենք,
խաղուն գինով։ Փորձենք։ Միասին վայելենք տակար խաղուն գինին, իմ ամենասիրելի Armenia Wine ընկերությունը իհարկե մեր ոչ մի հանդիպում բաց չի թողնում եւ միշտ ներկայանում է ամենահատնտիր գինիներով, առավոտյան շամպայն խմում են Տավուշեցիները։ Շատ լավն է, առավոտյան շամպայն խմում են տավուշեցիները։ Ես ոստավ։ Բրավո, բայց շատ պրոֆեսիոնալ բացեցիր։ Որ Չմոռանանք սովորեցեք։ ինչի համար ենք Այո։ հավաքվել։ Շնորհակալություն մեկ անգամ եւս որ եկար։ Մեզ բարի հանդիպում, գեղեցիկ հանդիպում, վստահ եմ, որ իսկապես երկուսիս համար էլ հիշարժան է լինելու, որովհետեւ այն մեծ համակրանքը, որ ես ունեմ քեզ հետ հանդիպման առաջին օրվանից, մի քիչ երևի շատ ջանք պիտի գործադրես, որ փչացնես։ Փոխադարձ Էրմինե ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն։ Հրանտ, այս վերջերս քո մասին մի բան լսեցի։ Վատ բան ես լսել։ Չէ։ Ասում են, որ դու հիմա Տավուշի ամենացանկալի փեսացուների ցանկում ես, Աստված իմ։ որ շատ աղջիկներ հիմա հատկապես ովքեր Տավուշից են արմատներով, Սփյուռքում են ապրում կամ հենց Տավուշում են ապրում, տարված են քեզանով։ Լավ ճաշակ ունեմ։ Ինչ խոսք։ Հա։ Եվ իսկ դու լսել ես նման խոսակցություններ։ Եղել է, այո։ Չեմ տակց։ Իսկ Անոն լսել է դրա մասին։ Անոն լսել է դրա մասին ու շատ էր այսպես անհանգստացել, ոնց որ ինքնազանգում ներեցեք ես պետք է Ամալյան պետք է։ Հա Անո ջան, աղջի Երևանները մեր Հերմինեն, հա հրավիրել է իր տուն։ Անո տանից դուրս գալիս կեսօր մայրիկս, կրեմել մայրիկս, էվ հավը խտտած, ուրեմն դիվանի ծերին նստած էր ասում է Էդ ու ես քիմ։ Ասում եմ մեր Հերմինեն է հրավիրել, աղջի եկա կնիկ եմ ինձ միջով մի թույլտվությունով պետք է իմ տանից դուրս գամ։ Տալներս եկան, Հերմինե ջան, Լիդոկային ու Նովոկային։ Իրար քմակից անոմանը մեզ, հա, աղջես փրփրունքին էլ տվելա գլխիս արդեն հա, անո, եղավ դելա։ Հարցրուն Հրանտի մասին լսել է։ Անո մեծել ես, չէ՞, գազում են Հրանտին ինչքան ուզող ունի, ասма հղփին են։ Հյունիկի աղջիկ հղփին են, ուզում դա եղան են, Հրանտ ուզեց ոչ։ Ինչ կա, ինքը ուզում չի։ Անո ասма ինքը ուզում չի։ Իրանց տեսել են այն բազարի հետևը։ Անո ասма իրար հետ բռնցրել։ Աղջի չէ, դա Իջևանյան զրեցնի, դե լավ, հա, այն գալքին գայդին տղա է, անո։ Համա այդ հղփին են, նոր ես տես։ Դե ամուսնանա 30-նանց է։ 30-նանց անո ուշա։ Տանը մնացած է։ Աղջի չէ տանը մնացած, չէ դե լավ անո, հա, լավ կխոսա։ Եղավ դե լավ անո ջան։ Սա որ միանում է Հերմինե ջան, էլ Սուսանից կա։ Տավուշյան զրույցները անդադար են։ Անո ջան, ոնց ծնվեց Անոն։ Մենք նկարահանում ունեինք, գրական տեսաֆիլմ ենք նկարում, Տավուշեցի իջևանցի երիտասարդներով փորձում ենք մշակութային կյանքը մի քիչ ակտիվացնենք։ Ահա։ Սա հենց այս հեռախոսից էր սկսվել, տարել ենք որպես ռեկվիզիտ, ընդհանրապես մի վայրկյան է երևում սա, շնորհակալ եմ այն մարդուն, ով որպես ռեկվիզիտ ընտրել էր սա։ Այդ ընթացքում իմ մոտ ստեղծագործական մի քիչ անկումներ էին, թևաթափ վիճակ եւ այլն, նոր բաներ պետք, նոր կոնտենտ էր պետք։ Ասում եմ, ինչեւ երեխեք այնտեղ նկարահանում են անում, հեռախոսս տվեցի, ասեցի ուղղակի ռեկ արա, սա վերցի մտքիս ինչ ասես եկավ, խոսեցի ու այդ Անո ջանը ֆիքսվեց, ասի Անո ջան ու հիշում եմ քննադատում էի հարևանի հարսի փռած լվացքը, այո, ասիմետրիկ, քնարիկի փռած լվացքը, ասիմետրիկ, այդպես ասեցի հրապարակեմ երեխեք, որակը դուրս չի գալիս, ասեցին դի թող գնա։ Բոմբեց, այդ լավ շարունակում ենք, բայց դա պետք է անել մի քիչ համակարգված, մի քիչ սցենարով, կերպարը պետք է մշակենք, ով է ինչը Այս կնոջ կերպար եմ խաղում, միջին վիճակագրական, Տավուշեցի կինը, ով իր ընկերուհու հետ հեռախոսային զրույցներ է ունենում, Անոյի, Անահիտի։ Բայց ասա ինչ իրական են այդ կերպարները։ Այն մարդիկ, ովքեր Տավուշում ապրել են կամ ունեն Տավուշեցի բարեկամներ, բոլորը կարող են գտնել իրենց Անոյին Հրանտի տեսանյութերի մեջ։ Եվ ոչ միայն, այնտեղ կան նաև հարևաններ։ Այո։ Հարեհաս հարևան կա, բամբասկոտ հարևան կա, կատեքորքին, կա կիսուր մայրիկ, ում կոչվում եմ կրեմել մայրիկ։ Կիսուրները մի փոքր ինձ սենց աչքով են նայում։ Զանազան թեմաների եմ անդրադառնում իրականում եւ խնդիրներ եմ բարձրաձայնում հումորով իհարկե։
Ամենատարբեր, այսինքն հնարավորություն է տալիս կերպարը ոչ Հրանտ Ղազումյանի միջոցով, այլ զուտ անոջան կերպարի միջոցով այդ ամենին անդրադառնալ, բարձրաձայնել խնդիրներ եւ լուծում տալ։ Այն մասին, ինչ ազդեցություն է ունենում հենց տավուշեցիների վրա այս տեսանյութը, ինչպես են ընկալում, ինչպես են ընդունում եւ այն ամենը, թե ինչպես սկսվեց այս պատմությունը եւ ինչպես դու դարձար շատ շատերի սիրելին եւ օրվա անբաժանելի մասնիկը, մենք խոսենք մեծ սեղանի շուրջ, համտեսելով մեր նախուտեստը։ Լավ։ Ես պատրաստվել եմ։ Նենց մի սալաթանման մի բան եմ Ես ստացել։ կասկածում չեմ, ես տեսել եմ ինչ ծերի Այնքան դերեցի, դվերեցի, այդ դրանց դիբը քացի եկա, ես տենց էլ չհասկացա այդ սալաթի միջին վերջը ինչ կա։ Կարևորը շղլղորել ես մի բան ստացել։ Չեք պատկերացնի ինչ երջանիկ եմ, որ հիմա պատմելու եմ իմ սիրելի գործընկերոջ Հերմինե դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան գրուպի մասին։ Վալան գրուպը շարունակում է իր մասնակցությունը ունենալ թե մայրաքաղաքում, թե Հայաստանի մյուս քաղաքներում կառուցվող տարբեր նախագծերի եւ համալիրների կառուցման գործում։ Եվ ահա Երևանի հենց սրտում Սարյան փողոցում բացվում է հերթական հրաշալի ռեստորանը Bold Italy-ը։ Այս ռեստորանը չէր լինի այսքան տաքուկ, ջերմ, կանչող, հետաքրքիր եւ ոճային, եթե կառուցման գործում իր մասնակցությունը չունենար Վալան գրուպը։ Հիմա մի հետաքրքիր, տաք, յուրօրինակ տեսանյութ հենց Bold Italy ռեստորանից, որը ստեղծվել է նաեւ Վալան գրուպի օգնությամբ։ Ես այս պահին Երևանի ամենագաստրոնոմիկ փողոցներից մեկի վրա եմ, Մոսկովյան փողոցում, որտեղ բոլորովին վերջերս բացվել է իտալական նոր ռեստորան Bold Italy-ը։ Ռեստորանի դիզայնի եւ կոնցեպտի հեղինակն է ճարտարապետ Միքայել Կարսյանը։ Աշխատանքների մեծ մասը իրականացվել է Վալան գրուպի հետ միասին։ Առաջարկում եմ հիմա մտնենք ներս, ծանոթանանք Միքայել Կարսյանի հետ եւ նա կպատմի, թե ինչպես ստեղծվեց ռեստորանը եւ ինչ աշխատանքներ են իրականացրել Վալան գրուպի հետ միասին։ Գնացինք։ Իդեպ այս շքեղ մուտքի դուրը Վալան դորսից է։ Լավ, դու։ Լավ։ Այս սիրուն բան է կարել։ Կպատմես։ Մի անգամ վերջերս երբ որ էքսկուրսիա կազմակերպեցին եւ ես ինձ համար բացահայտեցի հայտի արտադրամասը կարգավորամաս, սա բացահայտում էր իսկապես եւ որոշեցի պրոյեկտը վստահել Վալան գրուպին եւ իրականում չսխալվեցի, որովհետեւ շատ բարձր որակի եւ մակարդակի արեցին այս աշխատանքը։ Հիմա Միքայել ջան, խնդրում եմ ավելի մանրամասնես, թե ինչ աշխատանքներ եք արել Վալան գրուպի հետ միասին։ Շատ լավ։ Հիմնականում դա վերաբերվում է փայտի երեսպատմանը։ Ահա։ Ընդհանուր ինտերիերի անգլերեն մի հատ լավ բառ կա fit out։ Fit out-ը։ Կարելի ասել, որ ամբողջ fit out-ը կատարել է Վալան գրուպը։ Այս փայտի աշխատանքները դեկորատիվ մասը։ Ահա։ Ճիշտ եմ հասկանում, որ առաստաղների մասին նույնպես խոսում ենք, երբ ասում ենք փայտային աշխատանքները Վալան գրուպի հետ են կարել։ Նշանակ։ Բոլոր այս աշխատանքները Վալան գրուպն է կատարել եւ ճշգրտությունը, որակը, կատարման օպերատիվությունը, ամեն ինչը շատ ինձ դուր է եկել։ Կոնցեպտի մաս է կազմում այս իմիտացիան, կարծես հագուստի խանութի դարակաշարերն են եւ այս ամենը հակված է ապակիով, որը նույնպես Վալան գրուպն շատ որակով կատարել։ Այսինքն, երբ խոսում ենք ապակիների մասին, միայն այս հատվածի մասին չէ, խոսում ենք նաև պատուհանների եւ դռների մասին, ճիշտ է։ Գնանք, ես կուզենայի դու ցույց տայիր եւ պատմեիր լուծումների մասին պատուհանների եւ դռների։ Քանի որ տարածքը այդքան էլ մեծ չի, մենք դրսի հատվածը որոշեցինք օգտագործել եւ դրա համար պետք էր ապակեպատում, որի լուծումները շատ գրագետ դրվեցին Վալան գրուպի կողմից, այստեղ տեղադրվեց գիլյոտինը, բարձրացող իջնող էս ապակյա
կոնստրուկցիան, Ահա։ որը թույլ է տալիս ամռանը փակել այս մասը օգտագործել որպես բացօթյա, ձմռանը միացնել այս տարածքը միասին եւ բացարձակ առանց որևէ ձեռքի հրկման, ուղղակի էլեկտրական Թերակառավարման վահանը։ Այսինքն սա իջնում է եւ բարձրանում է եւ կարողանում ենք այսպես ասած կիսել զոնաները, ճիշտ եմ հասկանում։ Իսկ սրանք դուրս գալիս են։ Այո, ապակիները սեզոնին դուրս են գալու եւ սա դառնալու է ոնց որ բացօթյա մի մաս։ Ինչ է առաստաղը։ Առաստաղը պերգոլա է, որը փակվում է եւ մենք ստանում ենք լրիվ բացօթյա էֆեկտ։ Այսինքն սա հետ է գնում, սա հավաքվում է, սա փակվում է։ Եվ այս ամենը Վալան գրուպի կողմից։ Անկամ այս կտորներն են պատրաստվել Վալան գրուպի կողմից, այս գեղեցիկ Աշխատանքային զոնաները։ տերմինալները, այո, աշխատանքային պահարանները։ Փաստորեն ամենափոքր լուծումներից մինչև ամենամեծ լուծումներ կարելի է հենց Վալան գրուպի հետ իրականացնել։ Կոմպլեքսային պատվերներ, որոնք որ շատ արագ եւ շատ որակյալ կատարվում են իրենց կողմից։ Հրաշալի։ Մի հատ ինձ բան ասա, մեր այս հանդիպման ավարտին դուք ինձ լավ իտալական կապուչինոյով հյուրասիրելու եք, թե չէ։ Դե գնանք սուրճ խմենք։ Լավ իտալական։ Տեղին։ Դուք կարծում եք միայն Bold Italy-ում է, որ համեղ ուտեստներ կան։ Դուք սխալվում եք, որովհետև համեղ ուտեստներ իմ սիրելի ընկերները եւ հյուրերը ճաշակում են նաեւ իմ տանը։ Այո, համեստություն չեմ անում, ես գիտեմ, որ իմ ուտեստները շատ յուրօրինակ են, նաեւ գիտեմ, որ իմ համադրությունները շատերի համար անհասկանալի են։ Նույնիսկ վերջերս մեկը գրել էր, որ ինքը վստահ է, որ իմ պատրաստած ամեն բան վերջում տանում են աղբանոց։ Բայց դա իհարկե միայն նրա կարծիքն էր, որովհետև իմ պատրաստած ցանկացած ուտեստ ուրախություն եւ երջանկություն է պարգևում իմ հյուրերին։ Եվ ահա մի շատ հետաքրքիր համադրությամբ աղցան եմ պատրաստելու իմ հյուրի համար։ Դե ինչ, սկսեցինք։ Պատրաստելու եմ սերկեֆիլով եւ բրի պանրով շատ համեղ ու հեշտ աղցան։ Նախ տապակում եմ սերկեֆիլը։ Սերկեֆիլը ինձ համար բերել է իմ սիրելի հարևանուհի Սոնան աշտարակից։ Շնորհակալություն։ Օ, ինչ բույր ունի, հիմա պետք է կտրեմ եւ շերտատեմ սերկեֆիլը։ Համեմատ ձիթայուղի մեջ տապակում եմ սերկեֆիլը։ Աղու պղպեղ։ Վերցնում ենք բրի պանիրը եւ հերթականությամբ թաթախում ենք հավկիթի եւ հացի փշրանքի մեջ։ Եվ կրկնում ենք գործողությունը 2 անգամ։ Շատ արագ տապակում ենք, որ պանիրը չհալչի։ Վերջ։ Սկսենք հավաքել աղցանը, վերցնում եմ աղցանի միքս, տեղադրում եմ տապակած սերկեֆիլը, տապակած պանիրը, դդմի սերմեր եւ ավելացնում եմ իմ սիրելի սոուսը։ Եվ թե ինչ սոուս եմ ավելացնում, կարող եք ընթերցել ներքևում։ Սիրելի Հրանտ, Գեղեցկություն։ մենք կսկսենք աղցան նախուտեստից, որի թագուհին բրի պանիրն է եւ իհարկե իմ շատ սիրելի սերկեֆիլը, որը նաեւ հուշեր է արթնացնում տավուշից, մանկությունից, այո։ Հուսամ կհավանես, բավականին հեշտ, պարզապես գեղեցիկ եւ համեղ համադրություններով։ Կխնդրեմ քո անձեռոցիկը վերցնես։ Կոբաղադրոտումսն է։ Այո։ Եվ առաջարկում եմ մեր աղցան նախուտեստը շարունակենք տակառ փրփրուն գինով, վստահ եմ հրաշալի համադրություն կլինի, հանձնում եմ քեզ, այո։ Ես էլ կվայելեմ քո ինչ է։ Ներկայություն։ Չէ, որ ինքը ուխաժվից անում հայերեն։ Ուխաժվից բառը ո՞նց է։ Չէ։ Ուխաժված։ Հա։ Հյուրասիրություն։
Չէ, բայց հյուրասիրությունը մի քիչ ուրիշ է։ Գնա։ Ես էլ մեծ հաճույքով կվայելեմ քո ներկայությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Դե ինչ, մեզ բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Աղցանը, դու էլ կարծիքդ կասես։ Անպայման։ Ես այնքան վստահ եմ, որ համավալին է, Հերմինեն։ Շատ համավալ։ Ապրես դու։ Ես չէի կասկածում։ Ես իհարկե հիմա մեծ հաճույքով տավուշում նստած Մաքրոթին կոնչոլ կուտեի։ սիրում ես։ Խենթանում եմ, Խոզիկաշի։ գժվում եմ։ Ես էլ եմ շատ աղա վրա։ Հա, սենց յուղահանես։ Դե ինչ ասեմ, այդ ամեն ինչը պետք է տավուշում անել։ Կանենք։ Բայց ես ուրախ եմ, որ դու հաճախ ես գալիս Երևան։ Հետո կբերեմ։ Ես ուզում եմ քեզ մաղթել, որ դու ունենաս քո բնակարանը նաև Երևանում, եւ որպես այսպես ավանս իմ մաղթանքի եւ հուսամ նաև քո երազանքի փոքրիկ նվեր ունեմ։ Իմ գործընկեր Վալան գրուպը մի շատ հետաքրքիր արշավ է սկսել, որը կոչվում է Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք։ Հաշվի առնելով նաև այն գործունեությունը, որ ծավալում է հին շենքերի պահպանման գործում, կառուցման գործում, իսկապես ըստ Վալան գրուպի եւ նաեւ ինձ Երևանը այո տուն ու շենք է, Երևանը մենք ենք։ Եվ այդ կապակցությամբ այսպիսի փոքրիկ հուշանվեր կարգախոսով Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք։ Շատ գեղեցիկ։ Սա հուսամ կզարդարի քո բնակարանը։ Շոկոլադների հավաքածու, Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք, առավոտյան է որ սուրճը դնում ես, մի հատ համեղ շոկոլադը չի խանգարի այդ դեպքում, եւ իհարկե 15% զեղչի քարտ Վալան գրուպի կահույքից օգտվելու դեպքում ես ուրախ եմ, ես վստահ եմ, որ տեղի դիզայներները նաև կօգնեն գծագրելու համար, որ քո բնակարանի կահույքը լինի ամենայուրօրինակը եւ տարբերվողը։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ինձ հետաքրքիր է, ոնց ստացվեց, որ դու մուտք գործեցիր այս ոլորտ, մեդիայի ոլորտ, որովհետև սա մի հատ ոլորտ է, որը վախենալու է, յուրօրինակ է, ամեն մեկը չի, որ պատրաստ է դուրս գալ իր կաղապարներից եւ բացել իրեն եւ ցույց տալ ամբողջ աշխարհին։ Ոնց ստացվեց այդ մուտքը դեպի մեդիայի աշխարհ։ Ես մեդիայի մարդ չեմ եղել երբեք։ Ես շատ այսպես փակ, ամաչկոտ, այդ ուր մնաց ինչ որ մեկի լսարանի առջև խոսեմ, կամ տեսախցիկների առջև խոսեմ։ Ես աշխատել եմ վաճառքի ոլորտում, վաճառող խորհրդատու, սպասարկման ոլորտ, այդպես։ Բայց մինչև այդ ուրիշ տեղից ես մինչև այդ աշխատել եմ նաև պահպաղակի սարքում, Ենոքավան գյուղում, վաճառում էի։ Առաջին աշխատանքներից մեկը, եթե ոչ առաջինը, դա է եղել, հետաքրքիր փորձ էր, հետո արդեն վաճառքի ոլորտ, սպասարկման ոլորտ, հետաքրքիր հաճախորդներ էին լինում, զավեշտալի պատմություններ, ասեցի ինչ անեմ, որ ում հետ կիսվեմ։ Որոշեցի Facebook-ում գրել, բայց դա անել այնպես ինչպես եղել է։ Այսինքն ոնց բառը ասվել է, բարբառով, նույն ձևով այդ պատմությունը գրել, մի փոքր էլ ինձնից է բան ավելացնում ճիշտ ասած, ու հրապարակում տեսա որ սիրվում է, ցույց լավ հաղթահարեմ այդ վախը։ Գոնե տեսախցիկի առջև արդեն մարդիկ տեսնեն որ ես եմ։ Այսինքն սկզբից գրառումներ էի անում պարզապես, ահա։ Բարբառով, հումոր, տենց գնաց, տեսա հավանում են, ասեցի լավ։ Արի տեսանյութեր նկարենք Հրանտ ջան։ Բախտս բերեց նրանում, որ ես երբ աշխատում եմ վաճառող խորհրդատու, նաև ընկերներից, հիմիկվա ընկերներից մեկը մոնտաժի մասնագետ էր փնտրում։ Ես դիմում եմ, բայց ոչ մի բան չգիտեի, մոնտաժից բացարձակ։ Բայց դիմում ես։ Դիմում եմ։ Ահա։ Որովհետև story-ի տեղադրել, իբր կարողանում եմ մոնտաժ անել, ինքը կանչում է ինձ։ Ես գնում եմ այն հույսով, որ ասեմ, եկել եմ հրաժարվեմ, ուղղակի տենց սիրուն չէր գրեի։ Գնում եմ ասում հարի համեցի Հրանտ ջան, ծանոթանում ենք Ռազմիկի հետ, ասում է նստի։ Այս կնոպկեն էս անում, են անում, են անում, այս բանալիները, բարձ ամեն ինչ ասում, մենք գնացինք նկարահանման։ Տենց սկսում եմ ուզած ինչ որ բաներ մոնտաժել բան, սկսում է այդտեղից, հետո արդեն իմ նյութերն եմ սկսում մոնտաժել զուգահեռ, սովորում եմ, աշխատում եմ,
Միրոպե, քո նյութերը, այսինքն այն նյութերը, որ հայտնի պատմություններ, լսած պատմությունները վերարտադրում էիր։ Ահա։ Դա Facebook-ի եւ Instagram-ի մակարդակով դեռևս։ Սկզբում աշխատում ենք YouTube-ի համար, հետո Facebook-ի, հետո արդեն կպա Instagram-ին եւ TikTok-ին։ Այդպես տեսա, որ հաջողում եմ։ Նույն պահին Տավուշ նույն պահին ասված է 2021 թվին Տավուշում բացում է Տավուշ հեռուստաընկերությունը։ Դե նկատում են, որ ինչ որ մեկը կա ճտպտ, ինչ որ բաներ անում բարբարով։ Առաջարկ է գալիս, բնականաբար ընդունում եմ, չիմանալով ինչ եմ անելու ընդհանրապես։ Դե ասում եմ մեդիայի մարդ չեմ, ժողովուրդ, ես չեմ կարող։ Ոնց չեմ կարող։ Քննարկում ենք ինչ ենք անելու, բան ծնվում է իմ հաղորդումը։ Այսինքն այն ինչ որ ես անում էի, դա հեռուստատեսության ֆորմատի մեջ ենք դնում։ Դա որ հաղորդում է։ Մեր բարբարն ու Մեր բարբարն ու բարքը։ Եվ դրան զուգահեռ արդեն գալիս է նաև երկրորդ շարքը Մակարդակով կոֆեն, գիտես չէ՞, Այո, ոնց չգիտեմ, հանդիպումների շարքը։ Ովքեր չգիտեն, ասեմ Մակարդակով կոֆե արտահայտությունը 90-ականներից է գալիս, այն մութ ու ցուրտ տարիներին, երբ շոկոլադ չի եղել է, բայց քիչ, դա պահել են հատուկ հյուրերի համար, եւ երբ որ հարգի հյուր է եկել, ասել են՝ «Արի քեզ Մակարդակով կոֆե հյուրասիրեմ»։ Ես դա վերցրի որպես խորագիր եւ հարցազրույցների շարք տավուշեցիների հետ սիրվեց։ Հիմա մտածում եմ նաեւ այդ շարքը շարունակելու մասին։ Այդպես հայտնվեցի մեդիայում անկախ ինձնից, հետո արդեն լիքը վերապատրաստումներ որպես բլոգեր, ինֆլուենսեր։ Միրոպե, միջև բլոգեր եւ ինֆլուենսեր դառնալը, որտեղ դա մի հատ եւ նույն ոլորտի մեջ է, բայց որպես առանձին ճյուղ բավականին հետաքրքիր է այն էլ քո պարագայում։ Երբ հասկացար, որ հաղթահարեցիր այդ վախը եւ տեսախցիկը դարձավ քո ընկերը եւ դու դրա գոյությունը սկսեցիր գրեթե չնկատել։ Ես ուզում եմ մի քիչ հեռվից գալ այն, որ առաջին անգամ ինձնից եկել են ընկերներս, հիմիկվա ընկերներս հարցազրույց վերցնելու, ես փախել եմ ուղղակի, ասել եմ չէ, պետք չի։ Հետո երկրորդ անգամ են եկել Իջևանի ամենաբանուկ թաղամասում, այդպես փողոցի վրա կներեք, բոլորը էսպես նայում են, դե Իջևան, յախջեն ինչ են անում։ Ու ես երկու նախադասություն ընդհանրապես պետք է ասեի, սոցիալական հոլովակ ենք նկարում, ինչ որ COVID-ի պահներ։ Այդ երկու նախադասությունը 3 օպերատոր կանգնած, մեկը սենց բանն է պահում, չգիտեմ, միկրոֆոնն է պահում, ես ասում եմ 15 րոպեում։ Հետո պրակտիկայի ընթացքում ես Հիշում ես ինչ պիտի ասեմ։ Չէ, անկեղծ ասած, որովհետև ակրտնել էի, կարմրել էի, գործից հանել, բերել էի։ Հետո ընթացքում արդեն 1-2 ես հասկացա, որ արդեն ես չեմ նկատում, որ տեսախցիկը միացված է, ես ուղղակի անկաշկանդ սկսում եմ խոսել, պատկերացնում եմ իմ լսարանին, ում համար եմ ես խոսում, եւ արդեն հիմա սովորական բան է դառել, ոնց որ հիմա։ Հրանտ, երբ հասկացար, որ դա Իջևանը փոքր է, բոլորը իրար ճանաչում են, բայց այնուամենայնիվ երբ հասկացար հայացքներից, որ գիտեն, որ են դու ես այնտեղ։ Լինում էր, որ հայացքով էին ասեն, «Ախջիսանյա, յա»։ Լինում էր, որ ուղղակի բարևում են, նկարվենք, այդպես է ստացվել, բայց մի դեպք պատմեմ։ Հերթեր սուպերմարկետում ես էլ խելոք կանգնած եմ, ոչ մի բան չեմ ասում։ Ոչ մեկի չեմ խանգարում։ Սցենար եմ գրում, բայց տենում եմ ինչա կատարվում, մտքումս արդեն սցենար է գնում։ Երկու կին են, ճանաչել են, մեկը ճանաչել եմ, մյուսը չէ, ընկերուհիներ էին, այդ մեկը ընկել է այն մեկի ուսին, «Օխջի նյայա»։ Ինքն էլ երբ ասում եմ, բան չեմ ասում, տեսա շատ են իրար արդեն, ասեցի հա, ես եմ, բարև ձեզ, ուրախ եմ, շնորհակալ եմ, որ հետևում եք եւ այլն, ասում եմ, չէ, ուրիշ բան ասեցի։ Ասեցի, ճիշտ ասած, զույգ եղբայրս է, երևի խառնել եք։ Հա, այդ ուրիշ դեպք էր։ Ասեցի զույգ եղբայրս է, խառնել եք, երևի, հա, ճիշտ ասած, նյա ավելի կեշնա, yani ես մի քիչ ավելի սիրուն էի։ Ես շնորհակալ եմ, ինչ ասեմ դե։ Ինչպես ընտանիքդ արձագանքեց քո ոլորտային փոփոխությանը, քո հանրային մարդ դառնալուն, որտեղ այդ մարդիկ խելոք իրենց երեխուն մեծացրել էին, որ մի փեշակի տան դառնա լավ տան տղա, բայց որ պիտի դառնա հանրային մարդ, սրան երևի թե պատրաստ չէին։ Հայրս, մայրս ու եղբայրս շատ նորմալ ընդունեցին, ինձ համար ավելի կարևոր էր եւ ավելի պատասխանատու էր ոնց կարձանկանքի papan, որովհետեւ արհեստավոր մարդ է, իր մոտ անդադ մարդիկ են գնում, ու ասում են քո տղան էս ինչ անում, էս ինչ լավ բան է անում, իր մոտ հարցական էր, թե ինքը ինչ անում, որովհետեւ սոցիալական հարթակներում չկա ինքը։ Լավ, դե մի անգամ նոր տարուն հյուրեր ունեինք, ասեցին միացնենք քո հաղորդումը նայենք, ես կարմրեցի, papan նստած է, առաջին անգամ նայելու էր իմ հաղորդումը։
Շունչս պահած մի 5 րոպե սենց նայել եմ ու սենց աչքի պոչով ռեակցիային եմ հետևում։ Տեսա որ ամեն ինչ նորմալ է, վերջում ասեց, հա, լավ է։ Ցամար կարևոր էր որ papan չասի, ես ինչ մեյմունություն ես անում։ Հա, դե։ Բայց քանի որ դրանից առաջ նայելուց առաջ մարդիկ արդեն ասել էին, նախապատրաստել էին իրեն, որ լավ բան է։ Նախատրամադրվածությունը լավ էր, հա։ Դրա համար այդպես շատ հարթ անցավ, ես ուրախ եմ միայն։ Հրանտ, բայց իմանալով Իջևանյան այսպես մոտեցումները, ես վստահ եմ, որ ցավոք սրտի կլինեն մարդիկ, ով կասեն, դե ինչ մեյմունություն է անում։ Այս վերաբերմունքը նույնպես կլինի։ Երբ որ սկսում էի, ես վախենում էի իրականում, որ նման վերաբերմունք կլինի, բայց շատ քիչ է։ Ոչ միայն Իջևանում, այլ Իջևանից դուրս, որովհետև ես բարբառով եմ կոնտենտ տալիս մեծ իմաստով։ Մարդիկ սովոր են, արդեն կերպարին են սովոր, ինձ են սովոր, բառամթերքին են սովոր, որ օգտագործում եմ եւ այլն, բայց Իջևանից դուրս երբեմն լինում են, որ զգում են, որ մարդը Տավուշից չի, Իջևանից չի ու վատ մեկնաբանություն է գրում, եւ տվյալ մեկնաբանություն գրողին պատասխանում եմ ես շատ սիրալիր ձևով եւ բարև ձեզ, այսինչ ջան, կասեք ինչն է ձեզ դուր չի եկել կամ ինչն է ձեզ հունից հանում, գուցե կարողանամ շտկել։ Եղել է որ ջնջել են, եղել է որ չեն հավատացել, որ ես կարող եմ իրենց մեկնաբանությունները կարդում եմ։ Այդպես վերջերս մեկը եղավ, որ գրել էր, երբ որ նորմալ ես խոսում, ղայդին տղա ես, կարծեմ։ Լավ էլ տղա ես, հա, հա։ Ու մեկնաբանություն գրեցի, ասեցի ինչ ասել են ղայդին խոսել, ասեց որ գրական ես խոսում, որ բարբառ չեմ սիրում։ Նու մեկնաբանություն հետո գրեցին երեխեքը, որ դա նշանակում է, որ Հայաստանի, չգիտեմ, 90%-ը բարբառով է խոսում, ու նշանակում է անկիրթ են։ Հա, երբ որ կիրթ ես խոսում գրել էր։ Մի խոսքով դա էլ այդպես անցկացրեցին գնաց։ Տարբեր են մարդիկ, տարբեր են աշխարհընկալումները, պատկերացումները։ Մանավանդ դու չնայած որ ապրել ես այդ միջավայրում, ներողություն ընդհատեցի մանավանդ։ Մանավանդ, երբ որ այս հեռախոսային կերպարը կա, անօջանը, դե կնոջ կերպար եմ խաղում, բայց որ շպար կա, ի սկզբանե որոշել ենք ոչ շպար, ոչ կեղծան, ոչ մի բան, ընդհանրապես գալիս ճիշտն ասած, որովհետև շեշտը դրել ենք խոսքի վրա։ Տարօրինակ է իրենց, որ առաջին անգամ տեսնում եմ, որ կանացի ինչ-որ շարժումներ եմ անում, թրաշով ինչ-որ մորգով մարդը, տղամարդը խոսում է, բան, կարող է ինչ-որ չհասկանան, որ դա կնոջ կերպար է եւ վատ բան գրեն, բայց հետո երբ որ բացատրում եմ, հասկանում եմ։ Շարունակես։ Չնայած ինքդ ապրում ես այդ միջավայրում, ծնվել ես, ապրել ես, ապրում ես, բայց նուրբ կետեր կան, որ ես հասկանում եմ, որ այնտեղ քունջուպուճախներն ես էլի ընկել, որ մի քիչ վերծանել ես, վերհանել ես, երևի քննարկում ես բարեկամների հետ կամ այ ոնց ես այն ամենայն փոքր կետերը, որոնք դժվար էլի 30 տարեկան տղամարդը բաներ իմանար, որոնք ասենք եղել են 50 տարի առաջ կամ կերպարներ, որոնք այսօր արդեն շատ քիչ են, որտեղից ես գտնում։ Նախ ես սովորաբար քիչ խոսում եմ, շատ լսում, եւ երբ որ շատ լսում եմ, ինչ որ արտահայտություններ եմ ֆիքսում, իմ մոտ գրանցում եմ իրականում հեռախոսից մեջ լիքը կան։ Հանի կարդամի։ Մի փոքր արտահայտությունը կարող է դառնալ մեծ սցենար, հիմա վերջիններից։ Ցույց տուր։ Ապացուցիր։ Ապացուցեմ։ Հա, ճտի ջրաման։ Հա գիտեի ինչ է նշանակում։ Մի րոպե մի մարդու մասին է, ով չէ, մի վարքյան նախադասության մեջ հասա ասեմ ինչ։ Չեմ կարող, որովհետև ես գրել եմ, որ ճիշտ եմ սա։ Բայց ենթադրում եմ, որ ինչ որ sense փոքր մոքր մարդու հետ են։ Կամ փոքր տարածքի հետ է կապված։ Հա։ Որպեսզի հասկանաս։ Ճտի ջրաման, հա։ Okay։ Ուրիշ։ Ուրիշ։ Հեսա ասեմ։ Մի րոպե։ Սև իշխարանջ։ Սև իշխարանջ։ Օ իշխարանջը գիտեի ինչ է մի վարքյան, իշխարանջը ինչ էր։ Միջատա, եթե չեմ սխալվում։ Կարծեմ են որ կարտոֆիլների վրա լինում է, այս տերևներում, եթե չեմ։ Ես օրինակ որ փոքր էի, մեր հարևանուհին ինձ ասում էր մորմոնջի թուփ։ Շարժուն, այսպես որտեղ թփերի մեջ երբ մրջուն էր լինում, մրջունը մորմոնջը մրջունն է, մորմոնջի թուփ այսպես շատ շարժվող։ Հրանտ, ինչ որ մի կետից հեռուստատեսությանը ցտեսություն ասացիր, գուցե ժամանակավոր, գուցե չգիտեմ ինչ կլինի հետո, եւ ավելի շատ որպես ինֆլուենսեր սկսեցիր քո գործունեությունը ծավալել։ Ինչու թողեցիր հեռուստատեսությունը։ Հեռուստատեսությունը ինձ թողեց։ Պատկերացնում ես։ Չէ։ Այո։ Առաջարկը եղավ իրականում, որ մի պահ եկավ, երբ որ որպես բլոգեր եւ ինֆլուենսեր ավելի շատ էի գործունեություն ծավալում եւ ավելի ազատ էի ինձ զգում։ Դրա համար երևի պահ եկավ, որ
առաջարկ եղավ դադարեցնենք համագործակցությունը, բնականաբար համաձայնեցի եւ հիմա որպես ինֆլուենսեր ավելի այսպես ազատ, չնայած ինձ միշտ տրվել է ստեղծագործական ազատություն, հիմա ավելի շատ է այդ ազատությունը եւ ավելի շատ են համագործակցությունները բնականաբար, բայց ես շատ շնորհակալ եմ, որ ինձ ժամանակին այդ հնարավորությունը տրվել է։ Ժամանակին հեռուստատեսությունն է աշխատել, որ ես հեռուստատեսության անունը, որ ես դառնամ Հրանտ Ղազումյան, հետագայում արդեն ինչքան էլ որ գլուխ գովար լինի, բայց կարծում եմ իմ անունն է որոշակի չափով աշխատել, որ հեռուստատեսության համբավի համար։ Ամեն դեպքում հիմա որպես արդեն բլոգեր, ինֆլուենսեր, այդպես գործունեություն շարունակում։ Ցավոտ է։ Ոչ։ Ինչու՞։ Բնականաբար ցավոտ է, երբ որ ինչ որ շատ թեթև ընթացք ցավոտ էր, որ կոլեգաներից եւ այդ ոլորտից մի պահ հետ ես մնում, բայց դա հետ քայլ չէր։ Մթնոլորտից։ Այո, մթնոլորտից։ Երեխեք լավն են։ Հետ քայլ չէր, բայց ինձ համար դա մեկ քայլ առաջ էր ընդհակառակը, ես չեմ նեղվել եւ շարունակում ենք գործունեություն ծավալել, բոլորի կյանքում էլ լինում է։ Բրավո, ես առաջարկում եմ Instagram-ի, Facebook-ի, բլոգինգի մասին շարունակենք մեր հաջորդ ուտեստի շուրջ, որովհետև դա բավականին հետաքրքիր ոլորտ է եւ այսօր արդեն շատերս շատ բան ունեն քեզանից սովորելու։ Ես գիտեմ, որ դուք հոգնել եք կոմունալ վճարումներից։ Ես գիտեմ, որ ամեն ամսվա 15-ին, երբ գալիս է ձեր հեռախոսի վրա թիվը, թե դուք որքան պետք է վճարեք էլեկտրաէներգիայի համար, դուք պարզապես խենթանում եք այդ թվից եւ ասում եք, ինչ լավ կլիներ, եթե մի օր ես չվճարեի էլեկտրաէներգիայի համար։ Ես ունեմ ձեզ համար մի հետաքրքիր առաջարկ, օգտվելու իմ սիրելի գործընկեր Ital Solar-ից եւ տեղադրելու արևային կայաններ։ Ինչու՞։ Որովհետև երբ ես խորացա այս թեմայի մեջ եւ սկսեցի հաշվարկներ անել, հասկացա, որ իսկապես գալիս է ինչ-որ մի կետ, երբ դու այլևս երբեք չես վճարում էլեկտրաէներգիայի համար։ Հիմա բացատրեմ ինչպես։ Պայմանական դուք գնում եք ձեր արևային կայանները ապառիկով։ Նախ ապառիկի տոկոսադրույքը 0% է։ Դուք ի սկզբանե արդեն իսկ ապառիկի համար վճարում եք 40%-ով պակաս, քան եթե կվճարեիք ամեն ամիս ձեր էլեկտրաէներգիայի համար։ Բացի այդ, 5 տարի հետո դուք այլևս ոչինչ չեք վճարում։ Իսկ արևային կայանները մնում են իհարկե ձեզ։ Այնպես որ ինքներդ հաշվեք եւ կտեսնեք, որ ավելի լավ է չվճարել, քան վճարել։ Ավելին, իմ սիրելի գործընկեր Ital Solar-ը առաջարկում է ձեռք բերել 10 կՎտ եւ ավել հզորությամբ արևային կայաններ եւ հետն էլ նվեր ստանալ 200,000 դրամի նվեր քարտ Երևան City-ի կողմից, այնպես որ մի վճարեք նաև ամանորի սեղանի համար։ Ital Solar, իսկապես որ ժամանակն է ստանալ ավելին։ Հիմա ես ձեզ սովորեցնելու եմ խորամանկել, ինչպես անել, երբ ժամանակը քիչ է, բայց թանկագին հյուր ունեք եւ ուզում եք զարմացնել, հիացնել եւ նաեւ համեղ ուտեստ մատուցել։ Ամեն ինչ մեկ ապսեի մեջ շատ արագ, քիչ հոգս, մեծ բավականություն։ Պատրաստելու եմ տավարի մսով, սնկով, սոխով շատ համեղ ուտեստ։ Ես վերցրել եմ տավարի մսի նուրբ շերտերը, որի վրա կլցնեմ առատ կարմիր սոխ։ Սոխի վրա ավելացնում եմ առատ սունկ։ Ավելացնում եմ սերուցք, կաթ, սև պղպեղ, քերում ենք ռոկֆոր պանիր եւ ուղարկում ենք ջեռոցը։ Շնորհակալ եմ։
Հրանտ ջան, փորձելու ենք པարզ բաղադրիչներով, բավականին հեշտ պատրաստվող, որովհետև ես սիրում եմ նաև օգտակար լինել կանանց, ովքեր քիչ ժամանակ ունեն, բայց միևնույն ժամանակ սիրում են զարմացնել ու հիացնել հյուրերին, ընտանիքի անդամներին։ Բաղադրատոմսը իհարկե կտեսնես արդեն հաղորդման ընթացքում եւ առաջարկում եմ մենք միասին վայելենք Armenia Wine ընկերության նոր թողարկումը օրգանիկ գինին։ Սա եզակի գինի է եւ Հայաստանում միակ գինին, որ սերտիֆիկացված է Էկոսերտ ընկերության, միջազգային ընկերության կողմից որպես օրգանական գինի, պատրաստման ողջ ցիկլի ընթացքում չի օգտագործվում որևէ կողմնակի տարր, նույնիսկ ես սիրում եմ սա նշել, որ երբ այգին պետք է մշակեն, մշակման գործում օգնում են գառնուկները, միջատները եւ ամբողջովին օրգանական ցիկլ է ստացվում, շատ յուրահատուկ գինի է, հուսամ կհավանես։ Ասա ինչ լավն է։ Շատ։ Քո հայրիկը գինի չի պատրաստում։ Չէ։ Լավ։ Մեր տանը հողի են քաշում, չգիտեմ դա պետք է ասել։ Այո, իհարկե պետք է ասել։ Վերջին տարիներին չէ, բայց մայրիկն է զբաղվել դրանով եւ ջենջերի արաղ, ջենջուր գիտես չէ։ Այո։ Այդ արաղն են քաշել եւ խաղողի մուսկատ։ Դե տավուշում բոլոր ծանր գործերը սովորաբար կանայք են անում։ Հա որ։ Հա, Դե չէ, արի չարժեզրկենք տղամարդկանց։ Արժեզրկելու հարցը չի, բայց մի տեսակ այդպես դրված է, որ հիմնականում իհարկե կա, չէ, Հրանտ։ Հիմա մի էլի բան արա, որ այդպես Հերմինե, ես լա ետ դեմքյատավուշ։ Հա, այդ էլ կա։ Չէ, բայց իրականում կան ման, կատակը մի կողմ։ Այ միջայլից մենք կարող ենք խոսել նրա մասին, ինչն է, որ միայն տավուշում է արվում եւ միայն տավուշում է այդպես։ Ասեմ։ Փորձի տրամադրվենք։ Դու հիշես, որ հետ ես գնալու։ Ես խնդիր չունեմ։ Լավ, ես էլ մի հատ մտածեմ, հիշեմ ինչն է, որ միայն տավուշում է։ Ասեմ առաջինը։ Ասա։ Միայն տավուշում կարող են հաճոյախոսություն անել, բայց իրականում անըծեն բղնցքեն։ Ասա ոնց։ Ոնց։ Օրինակ, մեկին տեսնում են փողոցում, ասում են «Էս ինչ սիրուն շորեսակ է, թաղեմ քեզ, ակալ խամեր»։ Շատ լավ է, դե ճիշտ ասում այդպես է, էլի։ 1-0 գնացինք։ Հեյմին է շատ համով։ Լավն է, չէ։ Բավար ասում եմ հեշտ բաներն էլ կարող են համեղ լինել, չեք հավատում։ Հերթը քոնն է։ Հերթը իմն է։ Լավ, միայն տավուշում կարող են ընդհատում եմ կներես, արի գիտես ինչ անենք։ Պիտան միացնեմ, համ ստորիկը տեղադրենք, համ երկուսս էլ կերևանք, համ հաղորդման մեջ մի քիչ փոփոխություն կմտցնենք։ Դե ես կգամ քեզ մոտ։ Շատ լավ։ Ուրեմն միայն տավուշում կարող են 6 ամիս աշխատել, հավաքել գումարը եւ այդ ամբողջ գումարը ծախսել ամանորի համար։ Հետո Եվս 6 ամիս աշխատել, հավաքել գումարը, որ այդ գումարը ծախսեն վրթիվեռին։ Որովհետև մենք վրթիվեռը ավելի լավ ենք նշում, քան նոր տարին, չէ՞։ Լավ, 1-1։ Մենակ տավուշում կարող են առանձին սենյակ ունենալ տան մեջ, որտեղ դրված լինեն մի այսքան, եթե ոչ ավել, տեղաշորներ, ու այդ սենյակը կոչվի պահլական տեղաշորների սենյակ կամ պահլական տեղաշորների տուն։ Էնղոլի տուն։ Եվ ավելին ասեմ, բոլոր մարդիկ, ովքեր գոնե մի քիչ ապրել են տավուշում, սենյակներին ասում են տներ։ Դրա համար ես որ մինչև հիմա տուն եմ հավաքում, ասում եմ տներն եմ հավաքում, իմ բոլոր ընկերները զարմանում են, տներ հավաքելը որա մի տուն չի, ասում չէ, մեր տները սենյակների մասին է։ Իսկ դուք պահլական տեղաշորումն ես։ Չէ, ես օգտագործում ենք։ Գյուղի տանը։ Չէ, չենք ունեցել։ Շատ սխալ տավուշեցիներ են ինչ որ ժողովուրդ, բայց շատ համեղ է պատրաստում։ Ես կողվեմ։ Միայն տավուշում կարող են ունենալ հատուկ սերվիս հյուրերի համար։ Մադոննա սերվիս, որ հյուրերը կան, կոֆեն այդ բանով տան, այդ սերվիզով տան, բայց տան անդամներին ջարդը խուրդեղած տարբեր ափսեներով, տարբեր բաժակներով սուրճ հյուրասիրել։ Լավ, վերջինն էլ ես ասեմ, մենակ տավուշում կարող են ասել
Երեխի ծնունդը տնստանա դենք նշի, բայց այդ տնստանան դառնա 68 հոգանոց մեծ քեֆ։ Մի հատ էլ ես ասեմ, էլի, մենակ տավուշում կարան, որ հյուրը գնա իրանից հետո ասեն, ահա, մնացինք մենք մերոնցով, ու հետո հաջորդ հյուրը գնա էլի ասեն, մնացինք մենք մերոնցով, մինչև վերջին հյուրը։ Ես որ գնամ ասելու եք։ Հա։ Մնացինք մենք մերոնցով։ Բայց այդ դեպքում պետք է մենակ ինձ ցույց տաս։ Մնացինք մենք մերոնցով։ Всё։ Սա էլ մեր փոքրիկ տավուշյան ակնարկները, որովհետև իսկապես ամեն տարածաշրջան Հայաստանում, բացի այն, որ ունի իր բարբառը, իր բարքերը, նաև ունի իր նիստուկացը, եւ որից էլ հենց ծնվում են այսպես ասած անեկդոտները, հրան։ Այո։ Հիմա որ հետ գնաս դեպի քո մանկություն, կպատմես քո մանկության ժամանակ ձեր տանը ինչ բարքեր կային, ինչ ավանդույթներ կային, ինչպեսի միջավայրում ես մեծացել։ Ինքան լավ միջավայրում եմ մեծացել, շատ ջերմ, ասեմ, մեծացել եմ բաբոյիս տանը, տատիկս ու իր քույրը Գրետան պահում էին իրենց մայրիկին, ում անունը Թամարա էր, ես էլ փոքր ասել էի ինձ էլ տարեք, կողքի թաղում էին ապրում, ու ես այդ մեծացել եմ այդ տանը, այդ միջավայրում, բարեկամները հավաքվում էին, դե հիվանդատես ամեն երեկո պատկերացրու ինչքան թեմաներից կխոսան, ինչքան։ Ես սենց փեչի մոտ սենց նստել եմ, լսել եմ, ու հիմա որ հիշում եմ ինչ որ արտահայտություններ կամ պատմություններ, նաև այդտեղից եմ հիշում։ Շատ ջերմ տարիներ էին ինձ համար։ Մի հատ դեպք պատմեմ, խեղճ ամայի, մենք մեծ տատիկին ամայի ենք ասում, հա։ Ինձ թողեցին ամայի հետ, մերոնք ասեցին հեսա տեղ են գնում գանք հրանջան, ասեցի լավ, քեզ խելոք կպահես, ես չարաճճի պեցու կրակ։ Ասեցի լավ, նստած խաղում եմ, լեգոներ ունեի, այդ իմ աշխարհներ։ Սկսեցի ամայի հոգու հետ խաղալ, խեղճ կինը չդիմացավ, խելոք մնա, քեզ խելոք պահի, այդ փեչի սենց կողքովը, սկսեցինք պտտվել է, դե մարդ չկա, ես ու ինքն ենք, արդեն գորգորում էր վրա, տեսա չկոցը եկավ այդ դարպասների, նկատեցի, որ մերոնք գալիս են, զոհի կարգավիճակ ընդունեցի, լացեցի, մի անկյունում սենց, ամայի այդ ընթացքում վերցնում է, որ մաշեն, գիտես ինչա, փեչը խառնելու համար, այդ մոխիրը։ Այդ հարմարանքն է երկաթի վերցնում ու սենց կանգնած է, այդ պահին մտնում են մերոնք, տեսնում են ամայի սենց կանգնած է, ես լացում եմ։ Ով բանկանի կուտի խեղճ ամայը իմ պատճառով եկակին ես, երախուն թակել ես, էնել է տերկաթով։ Այ, բայց շատ ված պատմություն է, հրանտ, էլի զոհեր ես ունեցել, թե մենակ ամայն է եղել։ Այ չէ, իրենք ինձ սիրում էին շատ։ Չէ, դե պարզ է, բայց դե ինձ թվում է ում գլխին սարքես մի փոքր եղբայրդ ոնց էր դիմանում քեզ։ Նույն սկզբունքով էր միշտ ինքն էր մեղավոր։ Ես զոհի կարգավիճակում էի, ես սենց բստրում էի, բայց երբ որ բռնվում էի կամ ինչ որ տեսնում էի, որ նայում են արդեն մերոնք, ես սենց զոհի կարգավիճակ էի ընդունում ու խոսում են եղբորս վրա, ով կուտի, եղբայրս կուտի։ Ամայը, կհիշես շոկոլադը որտեղ էին պահում։ Բանկաների մեջ, գուլիվերները, ծուրթատ արջուկները։ Պահում էր հատուկ այդ դարակի մեջ, ու այդ անտեր դարակը ճռռում էր միշտ ամեն անգամ։ Ես թաքուն գնում էի, ճիշտ է տեսնում եմ, որ ինքը իբր քնած է, բայց քնած չէր։ Սենց նայում էր, ես ոնց եմ շոկոլադները հանում, տանում, նույնությամբ տեղն էի դնում բանկեն ու փախչում էր այդտեղի, բայց ինքը հատուկ էր դա անում։ Դե հա, իհարկե։ Ես գիտեմ, որ դու եւ եղբայրը տարբեր ազգանուններ ունեք, բայց նույն ծնողներից եք։ Ես այդ ռեբուսը մի քիչ չհասկացա ճիշտն ասած, մի հատ կօգնես լուծել։ Ես Ղազումյան եմ, եղբայրս Հարությունյան է։ Ինչու։ Մամայի կողմի հետ ճակատագիրը մի փոքր դաժան է վարվել, եւ որպեսզի իրենց ազգը շարունակություն ունենա, եղբայրս երբ ծնվում է, մորական պապի անուն ազգանունն են տալիս եւ Հարությունյան Արշավիր 4 տարի հետո ծնվում եմ ես, արդեն հայրական կողմի պապի ավելի ճիշտ անուն ազգանունն են տալիս ինձ Ղազումյան Հրանտ։ Այդպես մենք հարազատ եղբայրներ ենք, բայց տարբեր ազգանուններով եւ երբեմն մարդկանց մոտ այո հարցեր են առաջանում, արդյոք հարազատ եք, այո, հարազատ եղբայրներ ենք։ Բայց դες սա շատ յուրահատուկ դեպք է, որտեղ տավուշեցի տղամարդու համար մի տեսակ պատվի հարց է, չէ, որ իր տղան որ ծնվում է, իր ազգանունը ունենա, իր հոր անունը ունենա։ Հայրիկդ ինչպես է համաձայնել կնոջ անուն ազգանունը, կնոջ հոր անուն ազգանունը տալ իր որդուն։ Կարծում եմ նախ շատ հարգել եւ սիրել է այդ մարդկանց, պապիկին եւ մյուսներին, դրա համար որպես նաև հարգանքի նշան կարծում եմ անուն ազգանունը տվել է առաջին որդու, այդպես։
Ես ճիշտ եմ հասկանում, որ ձեր ընտանիքը չնայած որ ապրել է Տավուշյան միջավայրում, բայց մի տեսակ sense ավելի բաց մտածելու ունակ ընտանիք է եղել, թե չէ, բոլոր կարծրատիպերով է առաջնորդվել։ Երբեմն եղել են կարծրատիպեր, բայց դա շատ չի եղել, բաց ենք ամեն դեպքում եղել միշտ։ Ես ենթադրում եմ, որ որպես ինֆլուենսեր աշխատելով կոմերցիոն առաջարկները բավականին շատ պիտի լինեն։ Ինչ վերլուծություն կա այս իմաստով, հա, եթե նայենք Հրանտին, որը այն ժամանակ միայն հեռուստատեսությունում էր աշխատում կամ այլ կազմակերպություններում, եւ Հրանտը, ով որ այսօր արդեն ունի բավականին մեծ ինֆլուենս, հատկապես սփյուռքի տավուշեցիների վրա, տեղացի տավուշեցիների վրա, բիզնեսների վրա։ Համագործակցությունները, եթե մի քանի տարի առաջ նայենք, հա, շատ քիչ էին, նույնիսկ չկային, որովհետեւ բիզնեսի ղեկավարը պատրաստ չէր X գումար տրամադրել ինչ-որ մի անհատի, ով կներկայացնի իր բիզնեսը։ Հիմա փոխվել է մտածելակերպը, այդ ինֆլուենսեր մարքեթինգը վերջապես մուտք գործեց մեր մարզ եւ համագործակցություններ կան բնականաբար, բայց այն չափի չի, ինչ որ դա կլիներ Երևանում, եթե ես գործունեությունս ծավալեի այստեղ։ Երբեմն անվստահությունն է, որ մարզից է ինֆլուենսերը, հնարավոր է որակապես զիջի, բայց երբ որ ունեցել եմ դեպքեր, երբ որ համագործակցել ենք, թերահավատորեն են մոտեցել, վերջնական արդյունքը ես ցույց եմ տվել, իրենք անկեղծ ասել են մենք չենք սպասում։ Ու դա ինձ համար շատ կարևոր է, որ լինելով մարզում ես կարողանում եմ որակ տալ, այն որակը, որը նաև տալիս են այստեղ օրինակ։ Հետաքրքիր է, որ կոմերցիայից բացի նաև ես տեսնում եմ, որ դու շատ մեծ էներգիա ես դնում, որպես տավուշեցի մարդ, պատմելու տավուշի մասին, ցույց տալու տավուշի այն ամենագողտրիկ անկյունները, եւ հասկանում եմ, որ այդտեղ կոմերցիա չկա։ Ինչու ես անում։ Ինձ համար շատ կարևոր է ցույց տալ եւ սիրել տալ մեր հայրենիքը։ Գուցե կոպիտ է հնչում, բայց իրոք սիրել տալ մեր հայրենիքը։ Երբ որ դու ինչ-որ բան սիրում ես, պատասխանատու ես դառնում ամեն քարի, ամեն թփի։ Ու նույնիսկ մարդիկ կան, որ հենց իջավանում օրինակ տեղեր կան, որ չգիտեն իրենք, որ մենք այդքան սիրուն տեղեր ունենք, կամ մեր մարզում այդքան սիրուն տեղեր կան։ Ինձ համար շատ կարևոր է, երբ որ գալիս են, տեսնում են հենց հայերը։ Եվ ավելի կարևորը, երբ դրսի հայերն են գալիս, օրինակ ունենալով իմ տեսանյութը։ Մի րոպեանոց նյութ են նայում ու գալիս են։ Այդ շատ լավ զգացողություն է, ես հպարտանում եմ ուղղակի մեկ-մեկ մեր արած աշխատանքով, ոչ միայն իմ, որովհետև ինձ հետ աշխատում են իմ ընկերները, ովքեր ջանքու եռանդ չեն ներդնում, որպեսզի կադրում երևամ ես, բայց գովազդենք, այսպես ասած, տավուշ ամբողջությամբ։ Ես վստահ եմ, որ դեռևս կան մարդիկ, ովքեր փոքր մանր բիզնեսներ ունեն եւ ամբողջովին չեն պատկերացնում քո կատարած աշխատանքի ծավալը եւ չեն պատկերացնում, որ դա էլ քո բիզնեսն է եւ հաճախ ես լսում մեր բալարի հլամի նկարի մեր բուտկեն կամ օրինակ մեր խանութը մի հատ շահանց տուր թող մարդիկ տեսնեն, գան, մեր առևտուրը ավելանա եւ այլն, հա, շատ է արդյոք այս մոտեցումը դեռևս։ Կան նման դեպքեր, չեմ ասի, որ չկա, բայց երբ որ մարդու հետ խոսում ես, որ այն ինչը ես անում եմ, մի քիչ սիրուն չի դիտվի, երբ որ ես դա գովազդեմ քո պրոդուկտը, ես դա կարող եմ անել ստորի տարբերակով, օրինակ, երբ որ կգործի, բայց հիմնական ֆիդում որ մնա դա մի քիչ իմիջի հարց ասեմ, թե ինչ ասեմ, ամեն դեպքում մի քիչ ճիշտ չի դիտվի, փորձում եմ օգնել, բայց նաև որոշակի վերապահումներով չեն նեղանում։ Հետաքրքիր է, որ չեն նեղանում։ Բայց ո՞նց է, որ չեն նեղանում։ Այդ կողա քեզ է թվում չեն նեղանում, չէ։ Այ կարող ես տենց մի պատմություն հիշել, որից հասկացել ես, որ իսկապես քեզ սիրում են տավուշում։ Հայացքներից եմ ես հիմնականում հասկանում, երբ որ գրում են նույնիսկ պատերազմի օրերին, ոչ միայն տավուշում իրականում, պատերազմի օրերին ես ստոփ էի տվել իմ նախագծերը, բլոկադա էր, ամեն ինչ, չգիտեմ, ահավոր իրավիճակներ։ Ինձ գրում են Արցախից, ասում են, ի՞նչ է շարունակում։ Ոնց։ Դուք այդտեղ այդ վիճակի եք, ես շարունակեմ, ասում եմ, հա, մենք գոնե այդ մի րոպե, երկու րոպե նյութը նայելով կտրվում ենք։ Սկսեցի վերադառնալ, անել, որովհետև ինձ համար նաև կարևոր էր իմ լսարանի կարծիքը, որպեսզի սխալ չընկալեն, որ այսպիսի իրավիճակ է, դու ինչով ես զբաղված։ Իրենք առաջարկեցին, իմ լսարանը առաջարկեց, շարունակեցի։ Այդպես։ Ինչքանով է բարդ փոքր քաղաքում, փոքր համայնքի մեջ մեծ երազանքներ ունենալու իրականություն դարձնել։ Շատ բարդ է, իրականում փոքր քաղաքը քեզ հենց քառակուսու մեջ է դնում։ Ինչքան էլ դու փորձես այդ քառակուսուց դուրս մտածես, անհնարին չի, բայց դժվար է շատ։
Այն ջանքը, որ ես եմ ներդրել որոշակի X հաջողության հասնելու համար, կարծում եմ նույնը եթե անեի Երևանում ավելի հեշտ կստացվեր ու ավելի դյուրին կլիներ ամեն ինչ, իսկ մարզում ու փոքր քաղաքում բավականին բարդ է։ Բայց ես ունեմ երազանք ու փորձում եմ հասնել։ Բրավո, բրավո, որովհետև ես դեռ հաղորդման սկզբում ինչ քո գալը խոսում էի դրա մասին, որ որքան կարևոր է, որ փոքր քաղաքում կան մարդիկ, ովքեր մեծ երազանքներ ունեն եւ կարողանում են ճեղքել ու դուրս գալ բոլոր խնդիրներն ու բարդությունները, եւ ինձ համար դու դրա վառ օրինակներից մեկն ես, self-made հասկացողություն կա, ինքդ էլ վստահ եմ շատ լավ գիտես, դու ինձ համար self-made-ի լավագույն օրինակներից մեկն ես, եւ ես հպարտանում եմ մեր ընկերությունով եւ առաջարկ ունեմ քեզ։ Ապա Ես առաջարկում եմ դու որպես այսպես տավուշեցի տղամարդ ինձ բարդ գործում մենակ չթողնես։ Ես միշտ բարդ եմ պատրաստում քաղցրավենիքը, միշտ։ Դրանից էլ հեշտ բան։ Անկեղծ ասած միշտ նախընտրում եմ այնպիսի բաներ, որոնք քիչ ջանք են պահանջում եւ խայտարակությունը այդ պարագայում քիչ է սпасելի։ Էմինե դու չես կարող խայտարակվել, խնդրում եմ։ Դե հիմա նայ շատ այնպիսի թեթև մի բան եմ ընտրել, որ միասին ասելով, խոսելով, ուրախանալով պատրաստենք, վերջում էլ փորձենք։ Գնացինք։ Գնացինք։ Հրանտ պատրաստ ես։ Չնայած դու միշտ պատրաստ ես։ Նույնիսկ քաղցրավենիք պատրաստելու հարցը։ Բայց ասա որ ամենահավեսը սարերում պատրաստելն է։ Մաքրոտ։ Մաքրոտ։ Ավելի համով է, նույնիսկ այն հասարակ հացն ու լոլիկը պանելի հետ։ Ամենահամովը հենց այդ է։ Նայ, մենք շատ པարզ բան ենք պատրաստելու։ Մեզ անհրաժեշտ է արմավ, ֆիլո խմոր եւ կարող եք մի քիչ ստեղծագործել։ Ես օրինակ բաղադրատոմսից մի քիչ շեղվել եմ եւ ընկույզ, դարչին եւ համեմունքներ եմ օգտագործելու։ Մեզ պետք է արմավի կորիզը հանել։ Հրանտ, բայց ինքը տենց իսկապես խոհանոց սիրում ես, թե սենց ստիպված ես անում։ Որովհետեւ տանը պատրաստելու ժամանակ չես ունենում, բայց ես գիտեմ, որ դու նաև ստեղծագործում ես, ունենում ես ժամանակ ստեղծագործելու։ Հա, պահա գալիս, երբ որ ուղղակի նստում ու գրում եմ, այն ինչ որ գալիս է ու օրինակ, որ մնա խռովում ես, հաշվի սիրտս բլոկում ես, որ մնա խռովում ես, հաշվի սիրտս խռովում ես։ Մնեմ ինել լաջունգյաց, որ ուրիշին լեն ժպտում ես, անդեր սրտիս պյացլած յարեն, մի պյորաղով շղաղում ես, մի օր տյու լի ես լեմ տյու, համ այդ վաղտ կլխիկ ինգնես տյու, թե ինչ ազգնամ դեր սիրտս, թե որ դյավուշ կսում իկս, լեմ, լես, լեցվենք դեռնանք, լի որ լիսնյակով լիանանք, լի որ լիլս ես մորանամ, լի որ ռանգրուշովը թիանանք։ Ստարտարած լուզվես։ Դες գիտես ինչն է հետաքրքիր է, բարբառով մի քիչ հումորային է հնչում, իշ ճիշտն է, ճիշտն է, չեմ թաքցնում։ Բայց բովանդակությունը եւ այն մոտեցումը, որ կա բանաստեղծության մեջ, ախր շատ հուզական է։ Բա։ Սիրահարված ես։ Միշտ։ Լավ, այդ պոետիկ բառերը մի Ասում եմ կողմ։ միշտ։ Արի պրակտիկ խոսենք, հիմա սիրահարված ես։ Հայ։ Նա գիտի։ Հա։ Ուզում եմ հարցնեմ էլի, բայց չհարցնեմ էլի։ Չի իմացվի հետո նարի դրա համար։ Նա լիլ չդի։ Սոմկա եկուց կավոր։ Դու հետ ես գնալու Իջևան, հիշիր։ Ահա, ասեց որ Իջևանը։ Էտել կա։ Լրիվ խառնեցի։ Բա որ Իջևանից չլինի այս բանաստեղծությունները ոնց է հասկանալ։ Դու պատկերացնում ես, նստած իրեն բացատրում ես ռանգտ, ոնց է։ Ռանգյար լի որ լիլս ես մորանամ, լի որ ռանգրուշովը թիանա։ Ահա, դա այդ խեղճ աղջկան պատկերացնում ես, ռանգրուշ որ ասես մոտավորապես։ Ինչ սիրուն դեմքս հետ ես ինչ արեցիր ռանգրուշ։ Բայց գիտեմ որ փոքր ժամանակվանից է ստեղծագործում։ Ոչ, դեռ փոքր ժամանակ։ Նու հա, եթե նկարել է հաշվի առնի։ Ահա։ Սիրուն է
նկարել, շատ abstract ոճով։ Ուսանողական տարիներին բոլորը լեկցիա են գրում, մի լեկցիայի տետրերի մեջ ես նկարում էի։ Առաջին էջը սիրուն գրում էի, երկրորդ էջից խզբզարտակ ոճով սկսում էի նկարել։ Դա դարձավ ինչ-որ ճյուղ ինձ համար, հիմա նաև նկարում եմ։ Արի արմավի մեջ ընկույզ դնենք։ Դեցենք։ Ավելի համեղ կլինի։ Թե չէ միայն արմավը։ Ձեռքով։ Ինչ մի, իհարկե։ Բա էներգիան չստանա մեր ձեռքերի էս արմավը։ Ձեռքներով։ Մի բանաստեղծություն ունեիր հրապարակած մանկության մասին։ Հա, Մի հատ այդ կհիշացնես։ բայց պետքա կարդամ կարելի։ Հա, կարդա, դու ձեռքերդ լվա, կարդա, ես գործ կանեմ։ Կանայք պետք է աշխատեն խոհանոցում, իսկ տղամարդիկ բանաստեղծություններ գրեն կանանց համար կամ մանկության համար, չէ՞։ Աշխատեն, չէ՞։ Սիրեն բոլորը միասին համաձայն են։ Այսինքն անգիր չես հիշում։ Չէ, երկար է դրա համար չեմ ուզում, քանի որ նկարահանում ա գնում։ Ձեր մոնտաժնիկին այսպես Խնայենք։ Բայց ես քեզ մի բան ասեմ, որ առաջին անգիր հիշեցիր, զարմացա, ասում ինչ։ դա առաջին գրածներից էր երևի։ Հա։ Իսկ սա որ գրել եմ, նոր տարվա նախօրյակին էր։ Երկու թաշկինակ փոխեցինք, ինչեւ գրեցի, ավարտեցի։ Հա։ Լուրջ։ Ու սիրում եմ տենց ուզում։ Հրանտ, բայց մի հատ բան հարցնեմ։ Շատ հուզական, էմոցիոնալ մարդիկ են, որը այսպես կարողանում են ստեղծագործել։ Չեմ թաքցնում, այո։ Այդ տեսակ մարդ եմ ես։ Որքան էլ որ փորձում եմ կոմիկական դերեր խաղալ, փորձում եմ ուրախ լինել անընդհատ։ Ինչ որտեղ դա դուրս է գցում, այսպես ասած, իրական դեմքը կողտես։ Իսկ կներես, մի հարց էլ տամ։ Իսկ այդ հուզականությունը, երբ որ հանդիպում ես հատկապես կանանց այդ հարաբերությունների մեջ, չես վախենում ցույց տալ, մատնվել։ Դա անցնում է հետին պլան արդեն։ Երկրորդ պլանը անցնում է հուզականությունը։ Բայց այդ բaragային պիտի առաջին պլան գա։ Բա ինչպիսին ես դառնում այդ ժամանակ։ Ժամանակին կգա առաջին պլան։ Իսկ ինչպիսին ես դառնում այդ ժամանակ։ Իրականում շատ ուշադիր եմ։ Երբեմն չափից դուրս։ Լավ, կարդա։ Դա ասում եմ ամեն անցկենող տարին ինձանից մի պյուր մանկություն ա գյուղանում տանում։ Ամեն անցկենող տարվա յետևից ես հետոցննգած վազվազ եմ անում։ Ամեն անցկենող տարվա վերջերին մի տյուր ապրացել եմ դգա մանկություն։ Որդի էլ քինամ, որդի էլ փախչեմ, տատ ճամփեն պիրմա ինձս ծնում կուտուն։ Սենյակի կեստեղը փեչներ բրբրամ, տնեցիկ տոնածառնին ուրախ սրթարեմ։ Ձինը կյալիս էր ու տյուրը կտրամ, իսկ դու ինձ մար տակ ջեմբրիշ գործեմ։ Դե ես էլ նստած տակ փեչի կշտին իմ մի պյուր հանգիստն էի վայելում։ Թարմ թխած հացի հոտներ պտտվում, իսկ դու շարունակ քու գործքներ անամ։ Թաղ երեխեքը ցեն էին տալի։ Պեշերի գլխից սանգային ինգնեմ։ Ասում ինք խոսում վազվազ ինք անում, իսկ օրվա վերջին հրաշքի սպասում։ Ու ինչքան սեր կար սաղի տներում։ Աչքերն ու միջին փայլ ու ջերմություն։ Տատ տարվա վերջերին շատ եմ տրտակվում։ Կարոտի ճամփով քուտուն եմ հասնում։ Մանկությունիցս թելեր եմ գյուղացել, նոր տարվա սկզբին կծկել եմ, հազրել։ Տակ ջեմբր դեմ կյորցիկ ու ասած ձևով։ Կրկատան արած իմ սրտի չափով։ Գնա կորի, հա։ Չեմ խոսում հետը։ Մի հուզվի, լավ, ես եք հուզա հեսա։ Բայց անելու բան չէր։ Դե բաղոր ասում է երկու թաշկինակ եմ փոխել։ Հավաքերի թերախոսը այդտեղից էլ չտեսնեմ։ Չնայած ես քո հետ չեմ խոսում։ Ամբողջ մանկությունս բերեցիր աչքերիս առջև։ Ու գիտես մի բան ասեմ, մոտս տպավորություն է, որ մենք շատ ծեր ենք արդեն, չէ՞։ Բա ինչ ենք այդքան կարոտում մեր մանկությունը։ Թե որովհետև անցած գնացած այս դա քաղցրա։ Այս աղանդերի նման քաղցրա, չէ՞։ Գիտես մի բան էլ ես պատմեմ։ Ապա Իմ պապայի մորաքրոջ աղջիկա Հերիքնազի հետ շատ կապված էինք, շատ։ Հերիքնազն էր օգնում այրիկից մեզ պահել մեծացնել։ Մենք երևի ես, քույրս, եղբայրս 6-7 տարեկան երեխաներ էինք եւ Հերիքնազին եկել էին ուզելու։ Ձմեռ մեր տնից պիտի գնայինք իրենց տուն։ Դա մոտապես որ պատկերացնես, մեր թաղից պիտի իջնեինք, կամրջովը, կարմնջովը անցնեինք ու բարձրանայինք վերև։ Ձյունը մոտավորապես 1 մետր էր եւ ավել։ Ամբողջ ճանապարհին ես ու քույրս պարկել ենք ձների մեջ,
ու ողբացել ենք։ Լացում էինք, որովհետև Հերիքնազը պիտի ամուսնանար գնար։ Բայց այդպիսի ձմեռ, հատկապես փռան կողքից կախված այդ սարցալուլեքը, սարցալուլեքը, ես մինչև հիմա հիշում եմ։ Լավ, հիշողությունների գիրկը չենք ընկնում, կամ ընկնում ենք, բայց նաև անցնում ենք առաջ։ Հրանտ, ինչա մեզ պետք, հիմա բացատրեմ, մեզ պետք է կոնֆետներ ստանալ։ Մեզ պետք է կոնֆետներ ստանալ, դու էլ ինձ կօգնես, որտեղ ես աչքաչափից այդքան էլ լավ չեմ, բայց արի մի հատ փորձենք, զգացիր, հա։ Չէ, կատակ եմ։ Կատակ ես անում։ Նայ, բայց եթե դուրջ ես ասում, ես իմանամ, չէ։ Երեխեքի սարը։ Արի ես մի հատ հələ փորձեմ տեսնեմ ստացվում է թե չէ, նոր քեզ կրակը գցեմ։ Ահա, հաջորդը դու։ Չէ։ Ներքևից վերև։ Դավա։ Կարող է նենց ավելի սիրուն էր ստացվում օրինակ։ Լավ, թողնում եմ ստեղծագործ է, ստեղծագործի։ Կանայք։ Ալտերնատիվ տարբերակ երբեք չեն։ Ճիշտ տեղում։ Ես ուղղակի վախենում եմ քեզ մոտ ավելի լավ ստացվի։ Ես վերջի խայտարակ լինեմ, այն ինչից վախենում եմ։ Որտեղ է թաղված շան գլուխը։ Այո։ Համարյա, նո։ Լավ էլ ստացար։ Նարացին։ Չէ, բարբարով դասեր թաղվածին։ Չուզեցի։ Սա չենք օգտագործում, չէ՞։ Իսկ թվում է, որ պետք չի, չէ, չենք օգտագործում։ Վերցնում ենք նորը։ Հեվ ես եմ, էլ ես արկել։ Անողլող։ Անող, դնող, էփող, թափող։ Էփացում։ Բայց դες շատ կարևոր է, որ այս կողքերը մի փոքր երկար ենք թողնում։ Օրինակ ես մյուսը կարճ էի թողել, իմ բոմբոնը լավ չի ստացվել։ Այս մեկ, սա քեզ։ Ինչի պատրված է դրա համար։ Ոչ լավ։ Հերմինե ջան, այս ամբողջականը Գեղեցիկը, լավ, բարին քեզ։ Ահա, դες այդ հայրեն եղավ։ Հաջորդը Ինչ սուրճ ենք խմելու հետո հրա։ մակարդակով։ Հա, իմիջիայլոց վերականգնիր պրոյեկտդ, որովհետև դու ինձ հյուր ես հրավիրել ու ես չեմ մոռացել, ես պիտի։ Ես գիտեմ։ Մերժեցիր։ Չեմ մերժել, չհասա ուղակի մերժեցիր։ Ես քեզ ոնց կարող եմ մերժել։ Կատակ եմ անում, բայց այո, վերականգնելու եմ պրոյեկտը, շարունակելու ենք նկարահանումները, տալու ենք հետաքրքիր կոնտենտ։ Բուսայուղը արդեն տաքացել է թավայի մեջ։ Հա, չէր տաքացել թավային։ Ոյ իմ կոնֆետները ինչ սիրուն են եղել՝ ի տարբերություն քո կոնֆետների։ Ասում ես էլի։ Վրանց մի հատ արի աշխատելու, հա։ Սկսում ենք մատուցել հրանտ։ Մի փոքր դարչին ենք անում։ Անեմ։ Արա, դարչինը քեզ։ Այդ մեկը կարող ենք չանել։ Հա, մի արա ուրեմն, մի արա։ Եվ հիմա կավելացնեմ նաև մեղր։ Ես մի քիչ էլ ժամանակ եմ ձգում, որ սառչեն։ Արևելյան օտաները քաղցրավենիք ստացվեց։ Տեսար Հրանտ, ոնց կարող են կանայք գեղեցիկ խաբել տղամարդուն եւ ընտանիքի անդամներին։ Կարելի է այսպես խաբել։ Կարելի է, չէ։ Հրանտ, ես ուզում եմ շատ շնորհակալություն ասել քեզ։ Ես եմ շնորհակալ։ Քո լինելու իմ սիրելի Տավուշը այդպես լուսաբանելու, ցույց տալու եւ մարդկանց ողջևորելու համար եւ այդ թելը չկտրելու համար, որովհետեւ դու մի տեսակ թել ես դարձել մարդկանց ու Տավուշի միջև եւ ես ուզում եմ այդ թելը որքան հնարավոր է հաստանա, ամրանա, մեծանա, բայց չերկարի, կարճանա ու կարճանա։ Շատ շնորհակալ եմ քեզ։ Ես եմ շնորհակալ։ Քո օրը ինձ հետ անցկացնելու։ Սիրով, շնորհակալ եմ շատ։ Cheers։ Տեսություն, հետևեք Հրանտ Ղազումյանի Instagram-ի եւ Facebook-ի էջերին եւ դուք էլ մասնակից եք լինեք մի գեղեցիկ պատմության, որը անընդհատ պատմվում է նրա էջերում։